Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում եմ Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր քիչ անց տեղի կունենա Հաֆելի Winter Cup-ի ձմեռային գավաթի 5-րդ տուրի Կադիս Բետիս հանդիպումը համրցավարի ուղեկցությամբ ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց կսկսվի հանդիպումը, կլսվի մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչը, ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը հանդիպմանը մոտեցել են բարձր տրամադրությամբ, միայն ու միայն հաղթելու և հերթական 3 միավորը վաստակելու համար ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, տեսնենք ինչ ընթացք ունենա հանդիպումը։ Կադիս Բետիս խաղը մեկնարկում է գնդակով Բետիսի ֆուտբոլիստներն են։ Այսվային եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Կադիսից։ Այս գրոյից հետո կներկայացնեմ կազմը, փոխանցում և հարվածը շեղել։ Եվ այսպես Կադիս համար 3 Աշոտ Համբարձումյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Սիրապիոն Բաբալանյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 17 Գեղամ Խաչատրյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 23 Ռուբիկ Ջուլհակյան, համար 77 Ասատուր Հակոբյան և համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Բետիս համար 1 Արմեն Մարկարյան, համար 3 Հայկ Դիլանյան, համար 4 Հարութ Թորոսյան, համար 5 Սուրեն Հայրապետյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Ալիկ Բաղդասարյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 11 Նորայ Հովսեփյան, համար 17 Արման Մարկարյան և համար 77 Արտուր Ղևոնդյան։ Գնդակը դուրս չի գալիս դաշտի սահմաններից, հասնում է գնդակին Կադիսի ֆուտբոլիստը, փոխանցում։ Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի ախմբում, Բետիսը 4 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, Կադիսը իր ակտիվ ունի 3 միավոր և 11-րդ տեղում է մրցաշարային աղյուսակի և այսօր կանեն երկու թիմերն էլ հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանան բարելավել իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Վնասվածք է ստացել Բետիսի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է, կարող են շարունակել հանդիպումը։ Բետիսն է, գնդակով։ Ուժեղ փոխանցում առաջ։ Հիմա հերթը Կադիսինն է գրոհելու, վաստակում են եզրային նետման իրավունք։ Վտանգավոր դրություն է։ Հարվածը թույլ է և դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ։
Չի ասում, փոխանցում է դեպի Սախանյանը։ Փոխանցում, հեռացնում են գնդակը։ Բետիսի ֆուտբոլիստները և Համար պայքար է գնդակի համար վարկյանների ընթացքում, րոպեների ընթացքում գնդակը հայտնվում է մի կիսադաշտից մյուսում, գալիս է գնդակով, փոխանցում դեպի Դուգանային հրապարակ հարված։ Բարձր է ընթանում հարվածը։ Բետիսի հերթական գրոհը տեսնենք ինձ զարգացում կստանա։ Շարժում է առաջ։ Փոխանցում է պետք կատարել այստեղ և վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Սախանյան չեն հասկանում միմյանց Բետիսի ֆուտբոլիստները և հարված դարպասից երկար փոխանցում դեպի Աչիազար, բայց խաղընկերը չի հասնում գնդակին։ Երկու թիմերն էլ հրաշալի են պաշտպանվում։ Հիմա Բետիսն է գնդակով։ Փոխանցում դեպի Դուգանային հրապարակ և հերթական անկյունայինն են վաստակում Բետիսի ֆուտբոլիստները։ Փոխանցում հեռացված է գնդակը, բայց այն մնում է Բետիսի մոտ, պատասխան հարվածը անհաջող էր։ Գադիսն է գնդակով։ Հեռացնում են Բետիսի ֆուտբոլիստները գնդակը, բայց մինչ այդ մրցավարը ցույց է տալիս, որ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից։ Խանցում առաջ։ Շարունակվում է Բետիսի գրոհը։ Գրոհությունը տեղափոխում են Զախիազար և գնդակի կորուստ։ Ապեից գնդակներս տենք թողում։ Գերասա ծարմս, բրավո։ Այկո, պաս։ Գնա։ Անհաջող խանցում էր։ Օթը թրեք։ Խլում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, բարեկամները մի փոքր ընկավ խաղի տեմպը, բայց իհարկե ժամանակավոր բնույթ է կրում, դա հիմա Կադիսն է գնդակով, փոխանցում, վտանգավոր է և գոլ։ Հաշիվը բացված է, բարեկամներ, Կադիսին հաջողվում է գրավել մրցակցի դարպասը։
Կադիսի կազմում հաշիվը բացում է Սևադա Օհանյանը համար 10 Խաղի 10-րդ րոպեին Կադիսը բացում է խաղի հաշիվը և հիմա Բետիսը իհարկե կգրոհի, որպեսզի վասարեցնի հաշիվը Խաղարկում են Տուգանայինը Բետիսի խաղացողները Երկար փոխանցում առաջ, բայց խաղանկերը չի հասնում փոխանցմանը Հրաշալի կերպով ազատվեցին մրցակցի ֆուտբոլիստների տապնդումից Փոխանցում Մուսախանյան, հարված Ինչ է այստեղ կար խախվում, թե ոչ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը Թույլ չտվեցին հարվածել Դավիթ Մուսախանյանին Այո մրցավարը կգա և անձամբ կդիտի դրվագի կրկնապատկերը Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը Չկա 11 մետրանոց հարված Եվ Բետիսը բավարարվում է միայն անկյունային հարվածով, ոչ, ցույց է տալիս, որ եզրային նետում է Փոխանցում և հեռացված է գնդակը Սևադա Օհանյան Մուսախանյանը հասնում է գնդակին Հրաշալի է խաղում Կադիսի դարպասապահը փրկելով դրությունը Կադիսն է գնդակով Փոխանցում Անհաջող էր փոխանցումը Հանդիպան 15-րդ րոպեն է Կադիսը հաղթում է նվազագույն հաշվով Եվ Բետիսի հիմա ստանում է Տուգանային հարվածի իրավունք Դավիթ Մուսախանյանը կհարվածի դարպասին Մուսախանյան, տեսնենք ինչպես կիրացնի Տուգանայինը Արված Հրաշալի գոլ ստացվեց, բայց մինչ այդ մրցավարը արդեն սուլել էր
Պետք է կրկնել, Տուգանայինը։ Չնայած որ Մուսախանյանի գոլը ֆանտաստիկ ստացվեց, բայց պետք է Տուգանայինը կրկնել։ Մուսախանյան, հարված, հեռացնում են գնդակը։ Ֆուտբոլիստը փոխանցում և դարպասապահը իր տեղում է։ Կրկեն գնդակի կորուստ Բետիսի ֆուտբոլիստների կողմից։ Երկար փոխանցում առաջ։ Ընդունում է գնդակը խապս է տալիս Կադիսի ֆուտբոլիստը, փոխանցում։ Մուսախանյան, փորձում է գնդակը Դավիթ Մուսախանյանը։ Հարված, բարձր են տանում հարվածը։ Բետիսը գնդակով։ Առաջ նայեք, ընկեր։ Երկար փոխանցում առաջ։ Հասնում է գնդակի խաղընկերը։ Բայց պատասխան փոխանցումը, որը ուղղված էր դեպի Դավիթ Մուսախանյանը, անհաջող էր։ Հիմա Կադիսի գրոհը վաստակում են անկյունային հարվածի իրավունք։ Անկյունայինը իրացված է, հեռացնում են Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյան փոխանցում աչիեսր։ Եզրային նետում են կատարում Բետիսի ֆուտբոլիստը։ Կարողանան արդյոք Բետիսի խաղացողները առաջին կեսում գոնե հավասարեցնել հաշիվը։ Իհարկե այդ դեպքում ավելի հեշտ կլինի երկրորդ կեսում հաշվի մեջ առաջ անցնել։ Հարված, բավականին բարձր ստացվեց հարվածը։ Հիմա Կադիսի դարպասապահ գնդակը կմսնի խաղի մեջ։ Բետիսը գնդակով, հարված, շեղեր։ Երկար փոխանցում առաջ։ Մուսախանյան։ Եվ անհաջող փոխանցում։ Զիմի հետ մի հատ է։
Արված Կադիսի դարպասից։ Այո, ամեն ինչ անում են Բետիսի ֆուտբոլիստները, որպեսզի կարողանան առաջին կեսում գոնե հավասարեցնել հաշիվը։ Բայց դեռևս Կադիսին հաջողվում է կանդել մրցակցի գրողները։ Փոխանցում։ Եզրային նետման իրավունք են վաստակում Բետիսի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ։ Ռաստի Մուսախանյանը գնդակին վաստակում է եզրային նետման իրավունք։ Քսաներկորդ րոպեն է հանդիպման, Կադիսը հաղթում է նվազագույն հաշվով։ Տուգանային հարվածի իրավունք են վաստակել Կադիսի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Հարված։ Դարպասաձողն է փրկում Բետիսին։ Վտանգավոր հարված ստացվեց։ Մուսախանյան հրաշալի փոխանցում էր։ Վտանգավոր է։ Հրաշքոչ հայտնվեց գնդակը դարպասում։ Քիչ էր մնում ինքնագոլի եղինակ դառնար Կադիսի ֆուտբոլիստը։ Փոխանցում։ Հեռացնում են գնդակը։ Եվ հիմա էլ Բետիսը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Հրաշալի փոխանցում դեպի կենտրոն, հարված և գնդակը հայտնվում է դարպասում։ 2-0 բարեկամներ, Կադիսը կրկնապատկում է հաշիվը։ Երկու 0 Կադիսի կազմում գոլի եղինակ է դառնում Հայկ Ղևոնդյանը։ Երկու 0 և Բետիսը հայտնվում է բավականին դժվար իրավիճակում։ Խլում է գնդակը Դանյանը, շարժում է առաջ և կորսնում գնդակը։
Խանցում առաջ։ Տանգավոր գրով կարող է ստացվել։ Խանցում անհաջող։ Խանցումը։ Բետիսն է գնդակով։ Եվ վաստակում են եզրային։ Հետվան իրավունք, սակայն առաջին խաղակեսը ավարտվում է։ Առաջին կեսից հետո Կադիսը հաղթում է 2-0 հաշվով։ Այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Afeli Winter Cup-ի 5-րդ տուրի Կադիս Բետիս հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը։ Առաջին կեսից հետո Կադիսը հաղթում է 2-0 հաշվով։ Այդքան էլ հետաքրքիր առաջին խաղակես չունեցանք։ Այդքան էլ շատ չէին վտանգավոր պահերը առաջին կեսում, չնայած որ Կադիսը 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, այնուամենայնիվ խաղը առաջին կեսը այդքան էլ աչքի չընկավ գրողների բազմազանությամբ։ Հիմա վտանգավոր դիրքում Բետիսը ստացել է տուգանային հարվածի իրավունք, կրկին գնդակի մոտ Դավիթ Մուսախանյանն է։ Հարված և գոլ։ Վերջապես Դավիթ Մուսախանյանին հաջողվում է գրավել մրցակցի դարպասը։ Հրաշալի հարվածով Մուսախանյանը կրճատում է հաշվի տարբերությունը։ Հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում Բետիսին հաջողում է գրավել մրցակցի դարպասը, հիմա արդեն իհարկե կշարժվեն առաջ, կփորձեն արդեն հավասարեցնել հաշիվը։ Հրաշալի հարված կատարեց իրականում Մուսախանյանը։ Հիմա կրկին Բետիսն է գնդակով և եզրային նետում Իդանյան և փոխանցում Եզրից արդեն Բետիսը կնետի գնդակը խաղի մեջ։ Դժվարությամբ են Բետիսի ֆուտբոլիստները պաշտպանություն են անցնում հարձակման և գնդակի կորուստ։ Դանյան փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր Դանյան և հաստատում է եզրային նետման իրավունք։ Տեսեք ինչպիսի համար պայքար է գնդակի համար, հարված
Եվ անկյունային։ Փոխանցում։ Շարունակում է Կադիսի գրոբ, ևս մեկ փոխանցում։ Հեռացնում է դարպասապահը։ Հարված և եզրային նետում Ճիշտ է Կադիսը հաղթում է 2-0 հաշվով, բայց չի դադարում գրոհել Փորձում է ավելի զարգացնել հաջողությունը Եվ հարված դարպասից Չկարողացավ ընդունել գնդակը Կադիսի ֆուտբոլիստը, բայց կարողանում է հասնել գնդակին և փոխանցում կատարել Կրկին Կադիսն է գնդակով աչեզրով շարժում են առաջ Փոխանցում Հարված Հակում է հարվածի ճանապարհը Բետիսի ֆուտբոլիստը Դանյան Հիմա Բետիսը ձեռնարկի իր հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա Վաստակում են եզրային նետման իրավունք Փոխանցում Նշան են խաղում Կադիսի ֆուտբոլիստները Դանյան Ուսախանյան Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Բետիսն է գնդակով պետք է շտապել Դեռ ժամանակ կա խաղը փրկելու
Փոխանցում կենտրոն։ Ուզեք, մեջտեղ ուզեք։ Ժախ փոխանցում առաջ վտանգավոր է։ Քիչ էր մնում ինքնագոլի եղինակ դառնալ Կադիսի ֆուտբոլիստը։ Փոխանցում։ Հեռացված է գնդակը։ Ձիգ, գլուխը ձիգ։ Եվ ձերքով խաղ։ Մտեք, մտեք։ Անհաջող փոխանցումը եւ հարված դարպասից։ Փոխանցում Աչիեզար Մուսախանյան ունում է գնդակը Բետիսի մոտ եւ վաստակում են եզրային նետման իրավունք առաջին է գնդակին հասնում է Բետիսի ֆուտբոլիստը եւ չեզոքացնում սպառնալիքը Մուսախանյանը ստանում է ձախ եզրում գնդակը, բայց վարկյաններ ազգորցնում է գնդակը, սակայն կրկին Բետիսն է գնդակով։ Մրցավարը ցույց է տալիս կանոնների խախտում։ Չեն շտապում Բետիսի ֆուտբոլիստները, խանցում Աչիեզար, փոխանցում և անկյունային հարված։ Անկյունային իրացված է, հարված։ Գիրում է գնդակին դարպասապահը։ Ուժեղ է փոխանցումը, բայց խաղեկել է հասնում գնդակին, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, վտանգավոր դրություն է, հարված և գոլ։ Գոլ բարեկամներ Կադիսը, երրորդ գնդակն է ուղարկում Բետիսի դարպասը։ Սևադա Օհանյանը երրորդ գնդակն է ուղարկում Բետիսի դարպասը Բետիսն է գնդակով
Հանդիպման 39-րդ րոպեն է 3-1 Կադիսը 3-1 հաշվով հաղթում է Բետիսին Փոխանցում առաջ Անյան Ցոլում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները և խաղի կանոնների խախտում Բետիսն է գնդակով Խացում կենտրոն Ինչ է անում Բետիսի ֆուտբոլիստը Անհաջող փոխանցում և Կադիսի արագ հակագրոհը Վնասված կստացել հիմա Կադիսի խաղացողը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Կրկին Բետիսն է գնդակով Փոխանցում և Հասնում է գնդակին խաղընկերը Եվ վաստակում եզրային ներկման իրավունք Հրաշալի գրող կարող է ստացվել Անկյունային հարված, տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Կրկինը վնասվածք Անկյունայինը իրացված է Հեռացնում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները Հրաշալի են պաշտպանվում Կադիսի խաղացողները վտանգավոր գրող կարող է ստացվել Փոխանցում Խախտում չկա ամեն ինչ կարգին է Սախանյանը ստանում է գնդակը Հարված Հակում են հարված ճանապարհը
Ես ռիսկ արդիսը կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում։ Եվ կրկին եզրային նետում։ Փոխանցում։ Հեռացնում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները, բայց գրո չի ավարտվել։ Եվս մեկ փոխանցում։ Դանդաղեց մի պահ Բետիսի ֆուտբոլիստը եւ Վիդանյանը խլում է գնդակը։ Փոխանցում։ Եվ անկյունային։ Տեսնենք ինչպես կիրացնեն անկյունայինը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Ստանում է գնդակը խաղընկերը։ Հարված։ Շեղ են թանում հարվածը։ Բետիսը գնդակով երբ փոխանցում։ Քիչ ժամանակ է մնում, պետք է շտապեն Բետիսի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում է։ Չասա փոխանցում խաղընկերոջը, սակայն Կադիսի պատասխան փոխանցումը եւս անհաջող էր։ Դանյան Սավադովանյան Բետիսի ֆուտբոլիստը խլում է գնդակը եւ շարժում առաջ։ Չի ստացվում, այո, չի ստացվում Բետիսի մոտ։ Դանյան փոխանցում։ Տեսնենք ինչպես կավարտվի այս գրոհը, կորցնում են գնդակը։ Բայց վաստակում են եզրային նետման իրավունք, հրաշալի խաղում, փոխանցում, Վիդանյան։ Հարված և բարձր են տանում, հարվածը։ Անկյունային հարված, տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը։ Փոխանցում, ուժեղ էր փոխանցումը և այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում։ Բետիսի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Լանյան։ Գնդակի կորուստ։
Երկար փոխանցում առաջ, բայց խաղընկերը չհասավ փոխանցմանը։ Գադիսն է գնդակով։ Խառը իրավիճակ է։ Զանյան։ Շարժում է առաջ Գադիսի ֆուտբոլիստը և խաղի կանոնների խախտում։ Տանգավոր դիրքում Գադիսը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ Կարեն Ավետիսյանն է, համար 5։ Ավետիսյան, հարված։ Հակում են հարվածի ճանապարհը։ Հարված շեղեր։ Անհաջող փոխանցում էր խլում են գնդակը Գադիսի ֆուտբոլիստները հարված։ Հրաշալի է խաղում Բետիսի դարպասապահը և փրկում դրությունը անկյունային։ Փոխանցում, խաղարկում են գնդակը։ Հարված։ Փայլուն սեյվի հեղինակ դարձավ Բետիսի դարպասապահը, բայց գրոհ չի ավարտվել։ Գադիսն է գնդակով։ Հրաշալի է խաղում։ Հարված և շեղեր։ Հեռացնել է պետ գնդակը։ Տիսյան։ Փոխանցում։ Հրաշքով գնդակը չհայտնում է դարպասում և հարված Բետիսի դարպասից։ Կար փոխանցում առաջ։ Եվ վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտվում է։ Գադիսը հաղթում է Բետիսին 3-1 հաշվով։ Հրաշալի հանդիպում անցկացրեցին Գադիսի ֆուտբոլիստները։ Շնորհավորում եմ գեղեցիկ խաղի հրաշալի հաղթանակի կապակցությամբ։ Եվ մենք էլ բարեկամներ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար կազմակերպել էր Ռաֆայելի ստեղծագործական թիմը։ Խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։